Բարի օր մեր ժողովրդին 23 փետրվար բանակի օրն է, մոռացել եք, տղամարդկանց օրն է, հիմա տղամարդկանց նվերներ կտա, սիրեք, իրար սիրեք, այսօր լուսին է 7 օր է ու մարտական ակաղաղն է, այսօր են օրն է, երբ Պետրոսը դավաճանեց, աշխատեք իրար չդավաճանեք, աղոթքների օր է համարվում, հոգիների և ննջեցալների համար աղոթքների օր է, հիմա ամսի 24-ին Մերկուրին հետ կպտտվի, արդեն շատերի գործերը կդանդաղեն, շատերի, վիրավորանքը շատ է, հիմա շատերը իրարից վիրավորվում եք, որը շնչուղիներին է խփում, թոքերի և բրոնխների, թոքերի բորբոքում, հիվանդություններ, թթվածինը չի հասնում գլուխ և տալիս է շատ ինսուլտի դեպքեր, կաթվածքները ու ճնշման տատանողությունը հատկապես բարձր, որտեղ ագրեսիա կուտակված մարդկանց մեջ, ինչքան կարակ լավա տեսեք այսօր լուսինի 7 օրեկան ինչա խորհուրդ տալի, չդավաճանեք իրար, սուտ չխոսեք, այսօր ես խնդրում եմ այդ տիրամորն անկել, որ բարեխոսի Հիսուս Քրիստոսին, որ ողորմած լինի այն մարդկանց ում ուղեղները մթագնած է, ում ուղեղները մթանգնել է, թող ուղեղի պայծառություն տա ու Տեր ողորմած եղի, մեղքերի թողության օր է համարվում, աշխատեք ոչ մի չար ինֆորմացիա մի ուղարկեք վերև, մտքով աշխատեք ինչքան կարող եք լավը մտածեք, որպեսզի Տեր թոքերի հետ խնդիրներ չառաջանա, որտեղ դեռ կա դա, զգույշ եղեք, ափսե չկոտրեք, թղթեր չպատրեք, ինչ կեղծիքն եղել է աշնանից, մարտ ամիս, սեպտեմբեր ամիսն անցած տարի, հիմա այդ կեղծիքների մինչև մարտի վերջ կարող ավելի սկսվել է բացահայտվել, հատկապես այն մարդկանց, ովքեր դատաիրավական համակարգի հետ առնչվում են, կլինի դատավոր, կլինի փաստաբան, կլինի քննիչ, կլինի դատախազ, և այն մարդիկ, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, ովքեր կեղծ փաստաթղթեր են գրել, ստորագրել են ամեն կեղծիքի բացահայտում և պատիժներ, այս ֆիզիկական պատիժները արդեն տալիս դա, միշտ հիշեք, բանտը դա պատիժ չի, բանտը փրկություն է, որտեղ ենել հիմա, ես հետաքրքիր բան բերել եմ, նյութ եմ բերել, այսօր ինքս ինձ մտածել եմ ու գրել եմ, կարող է կարճ տևի, հիմա մեր ժողովրդի 99%-ը խրատատու է, 80%-ը հեքիմ ու էքստրասենս է, դրա համար էքստրասեքս եմ ասել, 50%-ն էլ հավատացյալ է, այնտեղ կեսիցն էլ մոլագար են, 90%-ը թմրամոլ է, խաղամոլ է, հարբեցող է, հոմոսեքսուալիստ է, այսինքն սեքսի մանյակ է,